Ժողովուրդ, ինչպես նախորդ վլոգի վերջում, եթե վլոգը դիտել եք, տեսակ, որտեղ ասում եմ, որ ունեմ փաթեթ Տեմուից ու միասին պետքա հիմա unboxing անենք։ Ես ինձ ցույց եմ տալիս իմ պատվերները, որ ապրանքը կհետաքրքրի, կոմենտներում գրեք, արտիկուլը տամ, ու նաև ասացի, որ եթե դիմանամ իրեն չբացեմ, կբացենք միասին, բայց բնականաբար ես չդիմացա ու իրեն բացեցի, բայց մանրամասն այդպես չեմ նայել, ուղղակի այդպես թռուցիկ նայել եմ, թե ինչ տեսակի ապրանքներ են ու ոչ մի բան հաստատ պակաս չի, թե պակաս է, բարեբախտաբար պակաս չէր։ Հիմա այստեղ կարծում եմ, որ կբաժանվի երկու մասի unboxing-ը, մաս առաջին, մաս երկրորդ, որովհետև մի մասը այստեղ ինձ է վերաբերվում, որ հենց հիմա միասին պետքա նայենք, մի մասն էլ վերաբերվում է ամանորյա նվերներին, դրա համար այսպես կանեմ ու կհասկանամ, թե ինչ եմ հանում փաթեթից։ Ուրեմն, սա խոհանոցի սեղանի համար եմ պատվիրել, դե հիմա առաջին անգամ ձեզ հետ պետքա բացեմ, տեսնեմ իր չափը, ընդհանուր տեսքը, պրինտը վրայի, բայց սկզբում որ նայեցի հասկացա, որ ինքը բավականին լավն է, ինքը ճիշտ է բարակ է, շատ բարակ է, բայց ամեն դեպքում չճղվող էլի, այդպես շատ ինքը շուտ չի ճղվի, եթե բնականաբար դանակ չկպչի վրան։ Չափը շատ լավ է, ընդհանուր այդ մեջտեղի հատվածը բացեմ, մի հատ դուք տեսքը տեսեք, հետո արդեն սեղանի վրա ավելի պատկերավոր, երբ որ գցած կլինի, կտեսնեք։ Այսպես, ինչքան սիրուն, այս մանրագույնը պետք էր, որովհետև խոհանոցի մեբելը մանրագույն է, իսկ սրանք էլ դե արդեն ստանդարտ ամանորյա պրինտ։ Ընտիր, սա առանց չմոտել, հեսա դնում եմ մի կողմ, հետո արդեն կտանեմ, կգցեմ իրան համապատասխան վայրում, արդեն գցած տարբերակով կտեսնեք։ Սա անուն ինչա, բաղնիկ տուալետի համար, այսինքն հենց տուալետի համար, եկեք նկարացույց տամ տեսեք, այսպիսի կտոր է հարմարանքա ինքը, որպիսի դնենք ես համապատասխան վայրում, այսպես ճկվող տարբերակ ինքը, ոչ շատ հաստ, ոչ շատ բարակ, մի խոսքով այսպես, իրան կդնեմ բնականաբար տեղում, բայց չեմ նկարի, արդեն հասկացաք ինքը ինչպիսին է լինելու, հաջորդը, սա կարայի բնականաբար գնեի մեր սովորական խանութներից, բայց քանի որ դեկտեմբերի 1-ին եմ պատվերներս արել, 19 օր կսպասեի, որպեսզի գային ու դե բնականաբար Տեմուից ավելի շատ է եկել, քան որ ես կգնեի հենց այդ արժեքով, հենց այս նույնից, բացի այս մեծ նակլեյկաների, նախորդ ամանորին եմ գնել, ձյունիկները լրիվ նույնն է, շատ բարակ, ինքը կլե համարյա չունի իրա վրա, ինչքան հիշում եմ ինքը շուտ պոկվում էր, բայց ամեն դեպքում ոչ այնքան շուտ էլի, որ չարժեր պատվիրել, այս մեր պապիկա, սա ձնե մարդա, եղևնի և տունիկ, բոլորը փաթիներով ու խաղալիքներով, այս ամենը միասին կփակցնենք պատուհաններին, դռներին ինչու ոչ, և իմ ամանորյա այս ամբողջ զարդարանքը կամբողջացնենք, սա չէ, այս սա։ Մատնահարդարման համար, թե ես զբաղվում եմ մատնահարդարությամբ, բայց ոչ պրոֆեսիոնալ, ինքնուս, պատվիրել եմ խարտոցներ, գործում 10 հատ, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 հատ, չափը 100-180, իմ բոլոր այս չափի խարտոցները, ասենց որ պլոկվում են այս կողքերից, մի խոսքով բանի պիտանի չէր հաստատ, այդ ամենը պետքա դեն նետեմ,
ու այսքանը բավականի ժամանակ օգտագործեմ։ Հոչի երևում ինչ կա։ Այս սա էլ է իմը։ Սա գտվահեք ինչա։ Նոր ինչից է խոսում։ Մատնահարդարմանն է նորից վերաբերվում։ Հիմա մի հատ պետքա բացեմ, բավականին մեծ տարայով է եկել, նախորդ անգամ երբ որ Տեմուից պատվեր արեցի, միլիլիտրը չէի հաշվի առել ու շատ պուճուրիկ, սայց մի 3 անգամ կարծեմ պուճուր տարայով էր եկել, հիմա ինքը քանի միլի էր, 30 միլի, հիմա մի հատ տեսնեմ կարող եմ առանց ինչ-որ գործիքի այս վերևի կպչուն հատվածը բացեմ, հասկանամ իրա գույնը, մենակ ձեռքերից չկպչի, ոյ։ Ես ավելի վարդագույն էի պատկերացնում ճիշտն ասած, բայց թե ոչինչ, վրան գույն եմ քսելու մեկա, այսպես։ Մոտորերս պետքա մի հատ եղունգներս հարդարեմ, պատրաստվեմ ամանորին, այս վերջին ընթացքի ժամանակ, չգիտես ինչի, ես շատ երկար եղունգներով չեմ կարողանում մնամ, սայնց առաջ ամեն ամիս պարտադիր պետքա գնայի եղունգներս սարքելու կամ ես սարքեի, բայց այս վերջին ընթացքում կամ շրջանում սենց ավելի կոմֆորտ է, սա չէ, իդեպ, այս ամեն ինչը որ մնում է, որը որ այս տեսանյութում չեք տեսնելու, այս տեսանյութը նկարելուց անմիջապես հետո նկարելու եմ նաև երկրորդ մասը, բայց տեսնելու եք բնականաբար ամանորից հետո, երևի թե հունվարի 1-ին։ Սա էլ նորից մատնահարդարման համար ամանորյա նատվիեկաներա ամբողջը եղևնիով, չգիտեմ, կարող եմ ցույց տալ, որ մոտավոր տեսնեք։ Եղևնիներ, ձյունիկներ, ձնեմարդուկներ, գլխարկներ։ Եկեք մի քանի հատ ցույց տամ։ Այս ամբողջը չեմ հասցնելու հաստատ օգտագործեմ, բայց ամեն դեպքում մի հատ լավ ուսումնասիրել է պետք է այս ամեն ինչը, որպեսզի հասկանանք, թե գոնե ամանորին որոնք ենք փակցնելու։ Այսպես մի խոսքով, շատ են իրանք ու իրար կպած են, պետք է ամբողջը առանձնացնեմ, բայց ինձ հետաքրքիր է, տեսնես ինչ-որ բացի ձնեմարդից կամ եղևնուց այլ ինչ են ասում դրան, նախշեր կլինեն, բայց ենքան սիրուն բոներ կա։ Գրվածքներ կա Merry Christmas, ընտիր, խայլփլուն բաներ են, շատ լավն են, տեսեք ես խաղալիքներով, ինչքան լավն են, Ափսոս պրոֆեսիոնալ չեմ, հա, շատ-շատերի եղունգները սարքեի, այս ամենը վերջանար։ Հասանք ձյունիկներին, ոյ, տեսեք ինչ լավն է, սպիտակ, կապույտ, այ սրա մասին եմ մտածում, որ կարմիր չլինի, օրինակ եթե կապույտ մանիկյուր օգտագործեմ, այս էլ լույսեր է, մի խոսքով, այս ամեն ինչը մնաց, ես մի հատ առանձին վլոգից հետո մի հատ մանրամասն կնայեմ, կուսումնասիրեմ, խառը խշտիկ դրեցի մեծ ու փոքր, սպասեք ուղեմ, որ ինքը իր այդ տոպրակի մեջ տեղավորվի։ Ավելի եմ խառնում։ Այս ինչ է։ Վերջ, ուր է իր տոպրակը։ Այսը։
գիտեք ինչա, կարող եք հասկանալ ինչ ասեմ։ Դե լավ եկեք բացեմ։ Սա մազերը կտրելու համար, դե բնականաբար տղամարդու մազերը, ինչու՞ չէ նաև կանացի, բայց ոչ երկար էլի, տակից մազ կտրելու համար չէ։ Այսպեսի պաշտպանիչ հարմարանք է, այսպես գլխով հագնում է տվյալ մարդը, այս դեպքում իմ ամուսինը, ու այս հատվածը սենց վերև է մնում, ինքը սենց ավելի ձև է, ավելի սենց կլոր է էլի, հիմա ճմրթված է, ու որ մազերը կտրում ենք իրա, գալիս թափվում է այստեղ, դե ես էլ մազ կտրելուց շատ լավ եմ տղամարդում։ Սա պատվիրեցինք, որպեսզի ոչ շորերի վրա գնա այդ մանր մազմզուկները, ոչ էլ գետնին թափվի, այլ կոկիկ կտրենք վերջացնենք ու իրա վրայից լցնենք պահպամանը։ Դա է շատ հարմար, հարմարավետ տարբերակ է։ Սրանք չէ, էսի հաստատ չէ։ Վերջ ժողովուրդ, այս ամենը մնում է արդեն հաջորդ վլոգի համար։ Հիմա սա դնում եմ ես մի կողմ, գնում եմ տեղավորեմ այս ամենը, հելը պետքա ներքև իջնեմ, ամուսինս իրա գործերը վերջացնի կանչի, գնանք խանութներով նորից, դες ամանորյա օրերին ինչ ենք անում առհասարակ, կամ տանը պատրաստություն ենք տեսնում, կամ էլ խանութներով ենք։ Հիմա այս ժամանակավորապես գնում եմ այստեղ, մնացած գործերը ավարտին հասցնեմ, տեսած փոքեցի։ Ու նկարեմ արդեն երկրորդ մասը, բայց դա հաստատ տեսնելու եք ավելի ուշ։ Գնացիմ, ապրեք, որ նայեցիք, կնայեք նաև անպայման հաջորդը։ Հաջորդն էլ շատ հավես։ Բարկաներ։